Բաքվում Պուտին-Ալիև հանդիպումների շրջանակներում ընդամենը մի քանի օրեր առաջ։ Ինչի մասին, որ ես հիմա պիտի խոսեմ, պիտի բարձրաձայնեմ, իմ կարծիքով, իմ կողմից երբևիցե բարձրաձայնած ամենակարևոր հարցերից մեկն է, եթե ոչ ամենակարևորը։ Հետևաբար պիտի խնդրեմ, որ դուք ձեր էջերով անխնա տարածեք այս տեսանյութը։ Ու պիտի անկեղծ լինեմ ձեզ հետ, շատ երկար եմ մտածել, մի քանի օրեր մտածել եմ, խոսեմ այս թեմայի շուրջ, թե ոչ, բայց քանի որ պաշտոնական մակարդակում այս հարցին անդրադառնալու վերաբերյալ կարծես թե տաբու կա, ստիպված եմ ես խոսել։ Ընդամենը մի քանի օրեր առաջ Բաքվում Պուտինն ու Ալիևը այցելեցին ռուս ուղղափառ եկեղեցի, որտեղ էլ որ ռուս ուղղափառ եկեղեցու ոմն Ալեքսեյ եպիսկոպոսը հայտարարություն արեց, որ 2000 տարիների պատմություն ունեցող հայ առաքելական եկեղեցու հիմնադիրներից Սուրբ Բարդղիմեոս առաքյալը աղվանած եկեղեցու առաքյալն է եւ որի մասունքները գտնվում են այսօր Բաքվում եւ որն էլ նահատակվել է Բաքվում լպիրշ լկտի սուտ պատմության խեղաթյուրում բայց մարդիկ օրը ցերեկով հայ առաքելական եկեղեցուց գողանում են հայ առաքելական եկեղեցու հիմնադիրներից մեկին Սուրբ Բարդղիմեոս առաքյալին դա նույնն է երբ ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարի որ կաթոլիկ եկեղեցու հիմնադիրները Սուրբ Պողոս եւ Պետրոս առաքյալները ռուս ուղղափառ եկեղեցու հիմնադիրներն են, այլ ոչ թե կաթոլիկ եկեղեցու հիմնադիրները։ Իդեպ ասեմ ձեզ, որ 2000 թվականին Վատիկանը Հայաստանյան առաքելական եկեղեցուն նվիրեց Սուրբ Թադեոս եւ Բարդղիմեոս առաքյալների մասունքները։ Այսինքն աշխարհի բոլոր եկեղեցիները ընդունում են հայ առաքելական եկեղեցու առաքելական լինելու հանգամանքը, այսինքն որ հայ առաքելական եկեղեցու հիմնադիրները Սուրբ Թադեոս եւ Բարդղիմեոս առաքյալներն են, բայց ռուս ուղղափառ եկեղեցին ոչ։ Դուք հասկանում եք, չէ՞, որ այստեղ շատ մեծ քաղաքական խաղ կա։ Այսինքն Կրեմլը, այսինքն Ռուսաստանը Ադրբեջանի ձեռքով նոր խաղ է սկսել։ Նա հատկապես Արցախում հայկական եկեղեցիները աղվանականացնում է, ռուսականացնում է մի պարզ պատճառով, որ եթե հանկարծ այնպես ստացվի, որ քաղաքական առումով երբևիցե Ռուսաստանը ստիպված պիտի լինի լքել Կովկասը, գոնե Ռուսաստանը, այսինքն Կրեմլը այնտեղ մնա եկեղեցու դեմքով։ Այստեղ երկրորդ խնդիրը կա։ Եթե երբևիցե այնպես ստացվի, որ միջազգային կառույցների ճնշման ներքո Ադրբեջանը ստիպված լինի Արցախահայությանը հետ ընդունել Արցախ, մենք Արցախում հայկական եկեղեցիներ չենք ունենալու, որովհետև բոլոր եկեղեցիները աղվանականացված են լինելու։ Ու ցավոք սրտի բոլորը լուռ են։ Մայրաթորը ընդամենը մի 10 օր առաջ կոչ հայտարարությամբ հանդես եկավ, այսինքն դիմեց Ուկրաինային ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապված խնդիրներով, բայց այսօր մայրաթորը լռում է, քար լռություն է։ Այսօր ես բացել եմ միտումնավոր Հայաստանի առաքելական եկեղեցու օրացույցը եւ ստուգել եմ թե քանի միաբաններ ունենք մենք։ Ունենք 52 arczepiskopos եւ եպիսկոպոսներ, 68 աբեղաներ եւ վարդապետներ եւ 84 սարգսակներ։ Հիմա ես ներառյալ այս միաբաններին, ներառյալ աշխարհով մեկ ապրող բոլոր հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին, ներառյալ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության ողջ հոգևորականած դասին, ես իբրև շարքային հավատացյալ հարց եմ տալիս. մենք առաքելական ենք, թե ոչ։ Իհարկե ես վստահ եմ, որ մենք առաքելական ենք, բայց չգիտեմ ինչու դուք լռում եք, համատարած լռություն է։ Կառավարության անդամներ, դուք նույնպես, ձեզանից շատերը բազմիցս մասսայական հայտարարել են, որ իրենք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, բայց դուք էլ հասկանալով այս խնդրի մեծ լինելը, վտանգավոր լինելը, դուք էլ եք լռում։ Ակամայից հետ գնացի 1836 թվական, երբ որ գրվեց Պոլոժենիան, երբ որ այդ Պոլոժենիայով հայ առաքելական եկեղեցուն անվանեցին Գրիգորյանսկի ցերկը։ Դուք հասկանում եք, չէ՞, որ այսօրվա այդ եպիսկոպոսի հայտարարությունը այդ Պոլոժենիայի շարունակությունն է, իսկ բոլորը լուռ են։ Ես հիմա կոչով դիմում եմ բոլոր լրատվականներին, որպեսզի լրատվականները մայրաթորին ոչ թե բանավոր, այլ գրավոր կերպով դիմեն, որպեսզի մայրաթորը պատասխան տա, թե ինչի համար է մայրաթորը լռում կամ ինչի համար մայրաթորը շատ կոշտ չի արձագանքել այս հայտարարությանը։ Մինչդեռ ասեմ ձեզ, իմ կարծիքով, որ առաջին հերթին մայրաթորը պիտի դիմեր կառավարությանը, որպեսզի կառավարությունը
Ռուսաստանի դեսպանին կանչեր մայրաթոր եւ մայրաթորում Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա տային։ Բոլորը համատարած լռում են։ Ես հիմա նաեւ կոչ խնդրանքով դիմում եմ աշխարհով մեկ ապրող բոլոր հայ առաքելական եկեղեցու հետևորդներին, ովքեր որ իրենց համարում են հայ առաքելական եկեղեցու հետևորդներ եւ ում համար շատ կարեւոր է իրենց առաքելական լինելու հանգամանքը։ Նախ խնդրում եմ տարածեք այս տեսանյութը, երկրորդն դուք ինչու եք լռում։ Դուք պարտավոր եք ձեր եկեղեցուն տեր կանգնել, այլապես սա շատ մեծ վտանգ է իրենից ներկայացնում այս հայտարարությունը։